Պարոն Ղազարյան, Ստեմի հավելում էլ ես անեմ, ես համամիտ չեմ, որ ասում եմ բանակը քաղաքականությունով, քաղաքական պետք է չլինի, կներեք բանակը նախատեսված է ցանկացած պետությունում, քաղաքական բանակցությունների ոչ բարի դրացական ավարտին բանակը ուժով հաստատում է այդ բանակցությունները Քանզի որ մենք այսօր ունենք քաղաքական իշխանություն թուլամորթ, մեր համար թուլամորթ, մարդիկ կարող է իրանք ծրագիրն ունեն ու իրականացնում են շատ գրագետ։ Բայց քանի որ մեր քաղաքական էլիտան, վերնախավը չի կարողացել ճիշտ օգտագործի բանակը, բանակցություններում ամենտեղ ինքը չի հաջողե իրեն դրսևորի, նաև մարտական գործողությունների ժամանակ կհիշեք ու մեր հզոր ճակերտավոր վարչապետը բերանը ծռելով ասում էր ով է կասկածում իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելու վրա եւ նախապես մինչեւ 44-օրյա պատերազմը սկիզբ առնելը համար մեկ ամբիոնից ասեց ժողովուրդ արեք պայմանավորվենք ինչ եզրահանգումով էլ պատերազմը ավարտի, մենք մեզ պարտված չենք համարում։ Բառացի ասեց Այո, ես դրա համար մտածում եմ, որ սա պլանավորած պատերազմ էր իրանց կողմից եւ իրանք ելքերը բոլոր գիտեին։ Քանզի կներեք, ես մի քիչ առաջ ընկնեմ, իմ երկու ընկերները, որոնք որ երկար տարիների ծառայության փորձ ունեին, իրանք նույն ժամանակահատվածում զինված ուժերում էին եւ իրանք իրանց հատվածում ոչ մի առաջխաղացում չեն թողել հակառակորդին, բայց այս պահին այդ տարածքը գոյություն չունի։ Դա քաղաքականության հետևանք էր։ Մարդիկ իրանց գնով պահել են բավականին շատ տարածքներ, իրանց արյան գնով, իրանց կյանքի գնով, ոմանք դարձան, կներեք, sense պետք ասեմ, կես մարդ։ Այսօր նույն այդ կառավարությունը այդ մարդկանց վերաբերվում է որպես ոնց ասեմ ինվենտար էլի կներեք էլի այդ արտահայտությանս համար կներեք ասում է պրոթեզը տվեցի դու լիարժեք մարդ ես կարգդ կտրում եմ դա ամբողջ մեր այսօրվա իշխանության վարած քաղաքականությունն է ընդդեմ հայի կներեք այսքանը շնորհակալություն պարոն Վարդանյան